TRIP-ի հետ կապված ծրագրերը չեն չեղարկվել եւ դրանք գտնվում են կողմերի ուշադրության կենտրոնում, չնայած նրան, որ ԱՄՆ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին գործընթացները որոշակիորեն դանդաղել են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հակադարձելով որոշ շրջանակների այն պնդումներին, ըստ որոնց տարածաշրջանային իրողություններով պայմանավորված հնարավոր է TRIP-ի գործընթացը անհետանա տեսանելի հորիզոնից։ Պապոյանը հույս հայտնեց, որ հակամարտությունը խաղաղ լուծում կստանա եւ տարածաշրջանի համար կբացվի խաղաղության նոր շրջան։ Հուսով ենք բոլորս, որ հակամարտությունը ամեն դեպքում քաղաքական բարձր հայտարարությունները Միացյալ Նահանգներից նվազագույն մասին է, որ գործընթացը ինչ որ մի շրջան հետո հուսով ենք կավարտվի եւ ինչպես նաեւ մի քիչ առաջ էլ նշեցի, մեր ռազմավարական գործընկերը եւ մեր բարեկամ հարևան երկիրը ի վերջո կհասնեն համաձայնության։ Էկոնոմիկայի նախարարը խոսեց նաև հունիսի 7-ի ընտրություններից առաջ ազդեցության որոշակի շրջանակների կողմից սպասվող հիբրիդային հարձակումների մասին, անդրադառնալով Եվրամիության կողմից Հայաստան ուղարկվող արագ արձագանքման խմբերին, որոնք աջակցելու եւ օժանդակելու են Հայաստանի Հանրապետությանը դիմագրավելու սպասվող հիբրիդային հարձակման հզոր ալիքին։ Ըստ Պապոյանի, եթե նժարին է դրվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը, ապա ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները այդ զազրելի փորձերը լրացնելու ուղղությամբ։ Եթե կշռաքարին, նժարին կշեռքի դրված է Հայաստանի անկախությունը լինել կամ չլինել, Հայաստանում կլինի պատերազմ թե խաղաղություն, Հայաստանը կլինի կիսանկախ վասալ ֆորպոստ, չի կլինի նորմալ պետություն, Հայաստանի քաղաքացիները Հայաստանում կապրեն, կարողեն թե գնան ուրիշ երկրների, ուրիշ տարածքներում, ուրիշ երկրների համար պատերազմական գործողությունների կմասնակցեն, այդ կապարագայում կարծում եմ, որ այդ դեպքում այդ նամակը ոչ միայն շատ տրամաբանական է, այլ պարտադիր։ Պապոյանը նաև հավաստիացրեց, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումները վերջին տարիներին ավելացել են եւ այդ ուղղությամբ կայուն աճ է նկատվում։ Նա միաժամանակ շեշտեց, որ ներկապային ամենախոշոր ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի հետ։ Ամենամեծ ներդրումային պրոյեկտը իհարկե Միացյալ Նահանգների հետ է, դա NVIDIA-ի պրոյեկտն է, $500 միլիոն արդեն ներդրվել է, եւս $4 միլիարդ առաջիկա տարիներին կներդրվի։ Երկրորդ խոշոր պրոյեկտը դա հյուսիս-հարավն է, որ ամբողջությամբ իրականացվում է, նաև միջազգային ֆինանսավորմամբ, բանկային համակարգի կողմից եւ միջազգային գործընկերներն են իրականացնում։ Պապոյանը խոսելով նաև ներքաղաքական թեմաների մասին վստահեցրեց, որ հունիսի 7-ին քաղաքացիական պայմանագիրը կրկին սահմանադրական մեծամասնություն է կազմելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից տրված մանդատի շնորհիվ շարունակելու է Հայաստանի զարգացմանն ուղղված քայլերը։